Փառք Հիսուսին։ Բարով ես եկել, լավ ես արել, որ եկել ես եկեղեցի։ Իմ թեման սենց եմ կոչել, Հիսուսը շրջում էր ժողովարաներում, ճիշտ եմ ասում։ Հիսուսը 3 տարի ու կես, հենց իր ծառայությունը սկսվել է, ինքը միշտ շրջում էր ժողովարաներում։ Հիմա եթե դու Բիբլիայի մեջ Աստվածաշնչի մեջ մի հատ գրես էլեկտրոնի ժողովարան կամ էլ սինագոգա, ով ինչա կարդում, որ լեզուն, դու կտենաս, որ Հիսուսը ժողովարանից ելնում էր, գնում էր ժողովարան, չէ՞։ Ժողովարանից ելավ, եկավ Սիմոն Պետրոսի տուն, իր զոնկաջին բժշկեց, ժողովարան գնաց եւ այն չորացած ձեռքին բժշկեց։ Հիշում եք, ժողովարանում դիվահարվածներ մի խոսքով ինչ որ կատարվում էր, համարյա մեծամասնությունը սա ժողովարաներում էր կատարվում։ Ու սենց քարոզ վերնագիրը սենց եմ կոչել, որ Հիսուսը շրջում է ժողովարաներով։ Ճիշտ եմ ասում, հա? Ճիշտ եմ ասում։ Այո, Иисус ходил по синагогам։ Ժողովարանը դա ինչա, դե ժողովուրդ է, չէ՞, տենց ժողովուրդ խոսքից է, ժողովուրդ, որտեղ որ ժողովուրդը հավաքվում է։ Դա սենց տան նման կարող լինի, մի քիչ փուճուր տան նման, մի քիչ մեծ, չէ՞, ժողովարանը, որտեղ որ մարդիկ հավաքվում են եւ Տիրոջ անուն են փնտրում, Աստծո օրենքն են կարդում, չէ՞, տենց չի, աղոթում են, փառաբանում են, էլ ինչ են անում։ Զոհաբերում են, մի խոսքով մենք գալիս ենք ժողովարան, որ մի բան անենք։ Այո, մեր Տիրոջը փառավորենք, բայց եթե խորը նայենք, մենք գալիս ենք եւ Աստվածա այո, մերսի Գրիշ ջան։ Մենք գիտենք, թե մենք գալիս ենք սենց ծառայում ենք, ամեն ինչ անում ենք, այո, անում ենք, բայց այս ընթացքում հիմի որ դու նստած լսում ես, Հիսուսը քո հետ աշխատանք է տանում։ Նա քո հետ աշխատում է։ Սիրելի ժողովուրդ։ Կարամ ասեմ, որ ժողովարանը դա երկուսից սկսած, նույնտեղ հազարավոր, ինչքան որ կարա տեղավոր է այդ շենքի մեջ, ովքեր որ հավաքված են Հիսուս Քրիստոսի անվան համար, իր խոսքի շուրջը, իրան փառաբանելու համար, ես ասեմ, որ դա ժողովարանն է։ Հալելույա։ Եթե բանը վերացենք, հա, ճիշտ եմ ասում, վերացենք էդի մեր այսօրվա լեզվով, մենք ասենք եկեղեցի։ Հիսուսը շրջում էր եկեղեցիներով։ Ու ուզում եմ շնորհավորեմ քեզ, որ այսօր դու եկեղեցի ունես։ Ոյ փառք ես, Տեր ջան։ Ես ամենավերջում մի հատ օրինակ եմ ցույց տալու, այն որ ասում է слабонервным просьба удалиться։ Որ մի քիչ մենք սենց բանը կարողանանք որոշ իրադարձություններ, դեպքեր, որ մարդկանց հետ կատարվել է, մի քիչ խորը կարողանանք զգանք, այն ցավը, այն տառապանքը, այն մենակությունը, այն գերիության, այդ մեղքերի տակ որ սենց ճնշվածությունը, որտեղ շատ անգամ ասում ենք փառք Հիսուսին, որ ես եկեղեցի ունեմ։ Ես 30 տարեկան տղա եմ, 23 տարի ես Քրիստոսի հետ եմ եկեղեցու մեջ եմ։ Ու ես ասում եմ մարդիկ ոնց են ապրում առանց ժողովարան, առանց եկեղեցի, առանց քուր եղբայր, ես չեմ պատկերացնում։ Ամենասարսափելի բանը, որ մարդը սովորում է առանց Աստված, առանց եկեղեցի ապրելու։ Ես չգիտեմ։ Ես չգիտեմ էդի ոնց են ապրում։ Դրա համար ես շնորհավորում եմ քեզ, որ դու ունես եկեղեցի։ Ալելույա։ Փառք Հիսուսին։ Հələ մի հատ նայ աչը, ձախդ, ինչ թակավոր, ինչ թագուհի, ինչ հզոր աղբեր ունես, ինչ հզոր քուր ունես, ինչ հզոր ծնող ունես։ Քուր աղբեր, փառք Հիսուսին։ Այս վերջերս մի հոգի ուզում էր հետս հանդիպեր, որ մեր եկեղեցի գար, ուրիշ եկեղեցուց։ Ասի Տեր ջան, ինչ անեմ։ Այս մոլորված աղավնին են ասում, հա։ Այն ղուշերը ղուշով ունեցե։ Ես ունեցել եմ, փուճը ժամանակ պահել եմ։ Գիտես մեկ էլ որ տենում էր մի հատ անենց բանը, սպրտնած թե ոնց են ասում։ Մի հատ մոլորված ղուշ, սենց ֆռում, հա, ոնց անեմ որ այդ ղշին բռնեմ։ Երկու հատ մի հատ լավ ղուշ եմ սենց գցում, սենց պտտասում եմ, հիշում եմ իմ բանը։ Ասել ես, ով ջան, այո, всё։ Ու հետաքրքին ինչ ես աղոթում եմ, ու ինձ Աստված մեջս մի հատ միտք տվեց, ասում է, ինչքան ուժ ունես, այդ
մարդուց հեռու մնա, ղրգի իրան, իրա եկեղեցի, իրա ժողովարանը։ Ու եկավ ես սպալնա, նստած ենք, խոսում ենք, լսեցի մի 20 րոպե ջոգում եմ։ Այ մար չէ, սրանից բդի յանտամ։ Ու ասում ուզում եմ գամ ձեր եկեղեցի, ասում եմ, լսի, դու իմ հետ յոլա չես գնալու։ Ասում եմ, ոնց։ Ասում вообще ջայել հովիվ եմ։ Բե հələ չեմ ջոգում, ուզում ես վրեդ փորձարկություն անեմ։ Սենց մտածում, ասում եմ, լսի, դու արդեն քանի տարի գնում ես այդ եկեղեցին, այսքան։ Ասում եմ, քանի ծանոթ ունես, այսքան։ Աստված քեզ դիպչել է, հա, հայտնություն ունեցել ես, հա, բժշկություն ունեցել ես, հա։ Ասում եմ, քեզ օգնել են, հա։ Ասում եմ, մեր մոտ вообще կանան քեզ չօգնել։ Մեր մոտ քեզ կասեն զոհաբերի, մեր մոտ քեզ կասեն էս արա, այն արա։ Մի խոսքով ընենց են վախեցրե, հենա կինս նստած է, թույլ չի տա որ ես բան անեմ։ Ինքն էլ չի ջոգում, ինչ եմ անում։ Ընենց եմ խոսացել, վերջում ասում եմ, այ ախպեր, էս իմ ժողովարանս մի հատ դրախտ է, էս ում ձեռն եմ եկա ինգե։ Ես գնացի ստեղից գնամ, ասեմ հովիվ ջան կներես, Փառք Հիսուսին իմ եկեղեցուս համար։ Գնայ մարդ, մեզ ուրիշի ոչխար պետք չի։ Ու նենց ընձի լավ եմ զգում, որովհետև երբ որ մեր եկեղեցուց մի ընտանիք գնաց, ես դրա համար եմ գոհ։ Փառք եմ տալիս Հիսուսին, Աստվածա բերում, Աստվածա տանում։ Ես գոհ եմ նրա համար, որ ես չեմ ասում արեք կամ էլ գնացեք ստեղից։ Ոչ մեկ չի կարա 5 տարվա մեջ վկայի, որ ես մեկին քաշել եմ, ասել եմ արի մեր եկեղեցին, ասել եմ գնա, դաշ հետ ուզում ես ուղափառ, գնա մենակ Հիսուսին բան արա, այդ իկոները մի պաչի դապուս։ Ես տենց եմ ասում։ Հիսուսին գնա։ Ու գիտեք, այդ հովիվը երբ որ ընդունեց այդ ընտանիքին, ինքը տենց շվերաբերվեց։ Բայց ես ուրախ եմ, որտև ես հավատում եմ, որ Աստվածը պրիլագայետ ավելացնում փրկվողների թիվը։ Էդի ինձանից չի։ Աստված տենում է սիրտ ու սենց սիրուն գեղեցիկ հզոր եկեղեցի է դնում։ Դու կարաս անարգես, դու կարաս չհասկանաս, վերջում կհասկանաս։ Մենակ այն վերջը լինի, որ քո վերջը չլինի, որտև ես չեմ հավատում, որ որևէ մեկը կարողանա մահից հետո, չգիտեմ, ոնց պետք է երգեն, որ կներեք, այդ մեղավորը հարություն առնի, կամ էլ թե չէ երկինք ընկնի, ես չգիտեմ, ես չեմ հավատում։ Ես հավատում եմ մինչև մահ։ Ու դրա համար մենք այսօր ունենք եկեղեցի, որտեղ որ Հիսուսը մեզ հետ մի գործ է կատարում, հա? Ինքը մեզ ծառայում է, ինքը մեր հետ աշխատում է, փառք եմ տալիս նրան։ Ինքը մեզ շինում է ու կառուցում է։ Եթե հիմի նայենք եկեղեցի, Հիսուսը ինչ էր անում ժողովարաներում, հիշում եք, հեսա մի երկու տեղ կարդանք, բայց բերեք մի հատ, եթե ով որ հիշում է, Հիսուսը ժողովարաներում ինչ էր անում։ Քարոզում էր, սովորացնում էր, բժշկում էր, ազատագրում էր, ամեն ժողովարաներում։ Ես որ հիմի նայում եմ 23 տարվա մեջ, ես մատերից վրա կարամ հաշվեմ, քանի անգամ եմ Կիրակի օրվա պաշտամունքը բաց թողել։ Որտև իմ հովն ինձ ասեց, միակ մի պատճառ կա, որ դու չգաս, երբ որ մենք կգանք, թաղումիդ։ Հատենց եմ, ճիշտ եմ ասում։ Միակ մի պատճառ, ես չգիտեմ էդի ով է հասկացե, այդ պատճառների մեջ, չգիտեմ, գրիպ, մրիպ, չգիտեմ, ես տենց բան չեմ լսե, միակ մի պատճառ, եթե դու չես կարում գաս, որ մենք գանք։ Եթե մենք եկանք ու տեսանք, որ դու կարար գար ու չեկար, դու էլ չես գա։ Փառք Հիսուսին։ Հիսուսը ինչ էր անում ժողովարաներում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Բերեք Ղուկասի ավետարան 4:16-ից 21-ը կարդանք։ Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, եւ իր սովորության համաձայն, փառք ես Հիսուս ջան, որ քո սովորություններից մեկը դա ժողովարան գնան էր։ Սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին եւ երբ գիրքը բացեց, գտավ այնտեղը, որտեղ գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետեւ ինձ օցել է
եւ ինձ ուղարկեց, ինձ օծեց եւ ինձ ուղարկեց։ Ամեն։ Օծեց, հա? Օծեց, յուղով օծեց, Սուրբ Հոգով լեցրեց եւ ուղարկեց։ Ինչի համար։ Ու հիմա որ մենք կարդանք, ես մի քիչ ռուսերեն եմ այստեղը բանանում, եթե ինձ կօգնեք, լավ։ Այնտեղ կարող հայերեն ասեմ, մի քիչ այդքան լավ չհնչի, հա։ Նայեք, ասում է, ինչի համար Հիսուսը եկավ, օծված, զորացված, ասում է, աղքատների բարի լուր ավետելու։ Աղքատներին բարի լուր ավետելու, հա։ Ժողովարաներում, եկեղեցում կլնեն են ժամանակ աղքատներ։ Լիքը։ Հələ դու մի հատ պատկերացրեք, հենց Հիսուսը աղքատների մասին մի հատ բան ասում, սրազու աղքատներին, չէ, հենց որ բանը մի գործի մեջ լավ ես, այդ գործի բանը սրազու ունենց քեզ ուտում այլ ուզում ես խոսած բան ես, ուզում ես դու էլ մի հատ, եթե մի հատ Աստծո շնչից ես խոսում, եթե մի հատ հայտնություն ունես, դու էլ ուզում ես մեջդ վառվում է։ Հələ պատկերացրեք, հենց ինքն ասում է աղքատների մասին, աղքատների ուշադրությունը սրազու գրավում է։ Այո, աղքատ ոչ միայն ֆինանսավոր, ես հավատում եմ աղքատ նույնպես Աստծո զորավոր խոսքի արժեքներով, արդարությունով, սրբությունով, ուրախությունով, սիրով, ամեն։ Ու ասում է աղքատներին բարի լուր ավետելու։ Ինչ բարի լուր աղքատներին պետք է ավետի։ Ինչ պետք է ասեն աղքատներին։ Աղքատները դա սովա չէ, աղքատ, ну, допустим, հա, бедный, հա, бедный, որ դու հարստանալու ես։ Այո, եթե մյուս բանը վերցնենք, հարստանալու ես։ То есть ինքը Հիսուսը ինքնա հույսը։ Աղքատի հույսը ինքնա աղքատի հույսը։ Ասում է գերիներին ազատություն քարոզելու։ Գերիներ։ Заложник, հա, заложник։ Ռուսերենում գրված է пленным։ Пленным освобождение։ Ժողովուրդ ջան, դուք զգացել եք, որ եղել է ժամանակներ, որ դուք գերի եք եղել։ Գերի եք եղել ձեր բնավորության։ Այ մարդ դեսուս մնա էլի։ Այ բալամ ջան, դու ինչ գերի ես հնգե մի հատ քո, ոնց ասեմ, մի հատ սխալ նպատակի։ Գերի ես մի հատ մեղքի եղել է, մեղքի մասին вообще չասեմ, ինձ թվում է այդ գերիությունը հենց բուն են մեր մեղավոր ժամանակներ, որ գերի ենք եղել, ամբողջովին կապված ենք եղել, սատանան մեզ կապել էր։ Ու ասում է, որ գերիներին ազատություն քարոզելու։ Դու պատկերացրեք, նրանք ովքեր որ գերիներ են, նրանք ովքեր որ зависимый, չգիտեմ ոնց ասեմ հայերեն, կախվածություն ունեն, որ մի խոսքով գրված է չասում է ով ում պարտվում է, նրա գերին է դառնում։ Հիմա ուզում ես ասես, որ դու հզոր մի հատ տղամարդ ես, բայց եթե մի հատ բնավորության գիծ է, որ սովորել ես գոռալ կամ խփել, չէ, կամ մի հատ պստի սիգարետա, ինչքան ուզում ես ասա, եթե դու չես կարում այդ բանը հաղթես, ինքը քեզանից ուժեղ է, դու իրա գերին ես։ Ու դու ինքնուրույն չես կարող ազատվես։ Բայց Հիսուսն ասում է, որ ես եկել եմ, որ գերիներին ազատություն քարոզեմ։ Հələ մի հատ ես որ հիմա նայում եմ, ես այնքան անցյալ գերիներ, հա, բույշի։ Որից առաջինը ես եմ, որ Աստված այնքան բաներից անձի ազատել։ Այնքան բաներից ազատել։ Փառք Հիսուսին։ Այսօր հովը խոսում է իր մանկության ժամանակ, ասում եմ, լավ է, ես չխոսամ։ Որտեղից, ոնց այդ բաները մեր մտքերի մեջ, այդ ադամական պիղծ բնությունը, որ մեր մեջ ա եղել, ժողովուրդ ջան, ու պետք չի որ մեզ մեկը պիղծ դարձնի։ Մենք մեր մեջից եղել ենք ապականված, փչացած ենք եղել, կներեք 1000 անգամ։ Ես եմ, իմաստն եմ ասում։ Ու հիմա որ ես նայում եմ իմ ընկերներիս, երիտասարդներին, ես որ նայում եմ այն մարդկանց, ովքեր մենք սկսել ենք, ես հիմա տենում եմ ուրիշ մի հատ արմիա, բանակ։ Ես տենում եմ, որ
Հես մարդը սենց էր հմի սենց չի։ Ով է իրան ազատ է։ Քրիստոսը։ Քրիստոսն ազատ է։ Ասում է գերիներին ազատություն քարոզելու եւ կույրերին տեսողություն։ Դուք պատկերացրեք կույրերը։ Կույրերին տեսողություն, բայց դա ե՞բ է ալնելու։ Ե՞բ է ալնելու։ Այսօր ալնելու ես հավատում եմ։ Այսօր է կույրերու բժշկության օրը։ Այսօր է գերիների ազատության օրը։ Այսօր է որ աղքատները պիտի հարստանան։ Հիշում եք բանը, Աստվածաշունչը միշտ ասում է այսօր, բայց սատանան միշտ խապում ասում է վաղը։ Հովանես Մկրտիչն ասում է, լսեք, ապաշխարեք եւ ապաշխարության արժանի պտուղ, հովիվը որ ասում էր, մեր հավատքը գործերով է երևում։ Այդ քո փոխված կյանքով դու պետք է ցույց տաս այդ ապաշխարության պտուղ, ապաշխարությունը դի բար չի, կներես, ես եղջում եմ, ապաշխարում եմ, լացում եմ նորից, չէ։ Ու հետաքրքիր է բանը, ասում է, ով ձեզ բան արեց, վնուշիլ, որ դուք գալիք դատաստանից կփախչեք։ Այդ գալիք դատաստանը, որ հիմա ասում եմ, մենք սրազու հասկանում ենք, եթե երբ որ կանգնելու են Աստծո դեմ, դատաստանն ալնելու, չէ՞ տենց ենք սրազու հասկանալու, բայց եթե մի քիչ ցած ենք կարդում, հիմա չկարդանք, այնտեղ գրած ասում է, եւ կացինը դրված է ծառի արմատի տակ։ Ու ով որ պտուղ չի բերում բարի, կտրվում է եւ կրակն է գցվում։ Մենք գիտենք թե դատը եսիմ եպա, եսիմ ուրա, մենք կհասցնենք, մենք կհասցնենք ապաշխարենք, մենք կհասցնենք մեղքին չէ ասել, մենք կհասցնենք զոհաբերել, մենք կհասցնենք ծառայել, հլակային մի հատ ինստիտուտ էլ պրծնեմ հետո։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ вообще, ոչ մեկ քեզ գարանտիա չի տվել վաղվա համար։ Գարանտիան հիմա է, այսօր ես լսում Աստծո խոսքը, այսօր է այդ փրկության օրը։ Այսօր է բժշկության օրը, ես այդպես եմ հավատում, ժողովուրդ ջան։ Մի հատ sense պստի հրաշք ասեմ, իմ Արտեմիկի ձեռքին մի հատ գործնուկ էր եղել, մեծ գործնուկ էր։ Ու sense ինքը բանա, կպնում էր երեխա, խաղում է, պոկվում է, արյունա գալիս մի խոսքով, պալնա հետ լուրջ վերցնենք, սկսենք աղոտ կանել։ Աղոտ կարինք 4 օրվա մեջ այդ գործնուկը կտրավ, հնգավ իմ երեխուս, մարմինը մաքրվեց։ Սածիկում ասում եմ, լսի եսի, բանը, խիրուրգն ա կտրե, ասում եմ, չէ, խիրուրգը չի, մենք աղոտք ենք արել։ Ու Աստված բժշկել, ասում եմ, բայց դուք ասեք խիրուրգը, մենք ասենք խիրուրգը, բայց խիրուրգը չկտրեց։ Ինքն ասեց, մինչև բորբոքման մասը չանցնի, աբիզարաժույցի, չգիտեմ էդի ոնց ասեմ։ Աղտը հանել։ Մենք չենք կարա ոչ մի բան անենք։ Դու պատկերացրեք 4 օրվա մեջ իմ երեխուս մարմինը չոտքի մաքրվում է։ Ես փառք եմ տալիս Հիսուսին։ Իմ Ռոբերտիս կյանքում արդեն երկու հրաշ կա, որ իմ Ռոբերտս ամեն օր աղոտ քանում ու գիտի, որ էդի Հիսուսի պատասխանը իր կյանքում, որտեղ ես աղոթում եմ Տեր ջան, դու իմ հավատքը այնքան ես զորացրել, այդ նշաններով, հրաշքներով։ Խնդրում եմ քեզ իմ երեխուս հավատն էլ զորացրա։ Այսօր ադրությամբ ժողովուրդ ջան, իմ Արտեմիկս հիմի որ քելում ասում, ամի ասես, ով այսի բժշկեն կասի, Աստվածա բժշկե։ Հիսուսն է բժշկե։ Էդի հավատքից է կապնված։ Ինչքանով ես դու հավատում։ Դրա համար սատանեն խապում ասում է, վաղը, քուր ջան, վաղը, գիտեք այս բանը, ինչ հաղորդություն։ Ես մեր եկեղեցում այն անգամ աղոթք եմ անում, Աստված ինձ խիստ հանդիմանեց, ասեց գնա այս մարդկանց ասա, որ մի տարի դուք հաղորդություն չեք ընդունել, ու այս փորձությունները, այս մեղքերը, այս տանջանք, այս ամեն ինչ ձեր կյանքում այն պատճառով է, որ սատանան ձեզ խապել է, որ դուք հաղորդություն չընդունեք։ Այս սենց ինքը գալիս է ու սկսում է փսփսալ։ Գերիներին ազատություն քարոզելու եւ կույրերին տեսողություն տալու, սրտով կոտրվածներին բժշկելու։ Այս սրտով կոտրվելը էդի ոնց եք հասկանում։ Սրտով կոտրվելը։ Ժողովուրդ ջան, կա սենց բան, որ ոտը տա կոտրվում։ Հա? Հա, իմ կարծիքով ես ոնց եմ մտածում, որ այս սրտով կոտրվելը,
հիշում եք Սողոմոնը մի հատ sense բան ասում որ дух человека переносит его немощи. А сокрушенный дух кто может исцелить? Համիով կարա թարգմանի։ Հասկացաք չէ՞ Ժորժ ջան։ То есть այս սիրտը, այդ մեր հոգին, էդի այն օրգանա, որ պետք է օգնի մեզ ամեն ինչ մարսենք։ Թե պանդեմիա, համաձայնեք, թե կյանք, թե մահ, թե հիվանդություն, թե ամեն ինչ էդի մեր հոգին է, բայց երբ որ արդեն сокрушенных сердцем Սրտով կոտրվածը էդի այն վիճակն է որ մյուս քայլը էդի արդեն մարտիրան կախում է էդ այն վերջի անհույս անլույս մի խոսքով այն իրավիճակն է որ էլ բետար չկա հալելույա եւ Հիսուսը գալիս է կոտրված սրտերին հիմի չասեմ հələ մի հատ բարձացրեք եղելա ժամանակ քուրեր ջան որ արդեն սենց մեռած վիճակ է Սենց դիակես ոտերի վրա, եղելա չէ, եղելա սենց տարբեր որոշումներ ես կայացրե, եղելա եղբայրներ ջան, ընենց իրավիճակներ, նուն ընենց հիմի չասենք ամեն ինչ, որ արդեն կոտրված ենք, դաժե տղամարդ ենք կոտրված ենք, բայց երբ որ Հիսուս եկավ, նա մեզ բժշկեց, ալելույա, նա դարման արեց, դարման հա, ճիշտ ասի, որտեղից ասի, դարման արեց, ինք ամեն յուղը ունի, աչքի յուղ ունի, դարման ունի, պլաստերի հայերեն չգիտեմ ոնց ասեմ ինքը ունի ամեն հիվանդության դեղը միջոցը ալելույա ինքը ունի բալանի ոնց դու ազատվես ամեն մեղքից եթե ես չազատվեի ես հիմի սենց ադուշի չէի քարոզելու բայց որ ես ազատվել եմ ասում եմ լսի դու էլ կազատվես մի օր չէ այսօր Մի օր մենք որոշում ենք այսօր ու եթե մենք երկու ոտով մի կոշիկի մեջ մտնենք սենց կամակորելնումա չեն ես մեկ սենց որ դեմ ես գնում այս սենց եթե մենք սկսենք աղոտ կանենք ու փնտրենք հələ մի հատ տեսեք գրված է երբ դու ընձանից ուզեցիր որ ես շտվեցի երբ դու ընձի դիմեցիր որ ես քեզ չարձա Չպատասխանեցի քեզ։ Երբ ատենց եղե։ Իմ կյանքում չի եղե։ 8 տարի երեխա չենք ունեցել։ 1000 բան կարամ ասեմ, բայց Աստված միշտ խոսացել է։ Միշտ է խոսացել։ Ու գրված ասում է գուրերին տեսողություն տա, հարստահարվածներին ազատ արձակի, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Ալելույա։ Քարոզելու։ Տիրոջ ընդունելու տարին քարոզելու։ Այս Տիրոջ ընդունելու տարին Ես ոնց եմ հասկանում ասեմ Ռուսերենում лето Господне благоприятное Ես սենց եմ հասկանում որ Էդի այն տարին չակերտների մեջ հենց Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ ծնվեց ու սկսեց ծառայել այդ ոնց Այդ տարին սկսեց ստեղա տենց է գրած Տիրոջ ընդունելու տարին քարոզելու Տիրոջ ընդունելու Հենց Հիսուսը այդ մենք մեզ ենք կարդում չէ որ Եսայային վերցրեց կարդաց ու ասեց որ հիմի ես եկել եմ որ այս գործողությունները ես անեմ То есть Տիրոջ ընդունելության տարին սիրելի եկեղեցի հիշում եք մի հատ հայտնության մեջ գրած է 3:10 Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին։ То есть կա փորձության ժամ, փորձության տարիներ։ Ну հասկանում եք, մի քիչ դժվար եմ հայերեն ասում։ То есть период փորձության, որ ընկնում ես փորձության մեջ, դժվարությունների մեջ, բայց կա Աստծո տարի, որ Աստված այդ տարվա մեջ քեզ ընդունում է, ով հասցնում է այդ տարվա մեջ դիմի իրան, ինքը պատասխան է ստանալու։ Ով հավատում է, ինքը վերջում իր հավատքը սնվում է։ Բացատրի մի քիչ։ Այդ տարին, էդի սկսում է Քրիստոսից, մինչև այսօր չի բրցնում այդ տարին։ Մինչև որ Հիսուս Քրիստոսը Հովիվը ոնց ասե, չեմ կարա տենց ասեմ, այդ երկրաբանին երևա, չէ, մեր հետևից գա։ Մինչև հապշտակության օրը, էդի Քրիստոսի այդ ընդունելության տարին է։
Այսօր Քրիստոսի ընդունելության տարի է։ Մի հատ էլ տեղ կարդանք B Կորինթացիս 2:6, ասում է, որովհետև ասում է ընդունելի ժամանակ քեզ լսեցի եւ փրկության օրը քեզ օրհնեցի։ Հիսուս, գրված ասում է, Պողոսն ասում է, որովհետև ընդունելի ժամանակ քեզ լսեցի։ Այդ ընդունելի ժամանակը երբ էր։ Հենց հիմա է։ Այո, ընդունելու ժամանակը այսօր ասում է, ես քեզ լսեցի։ Այսօր մենք վերջում աղոթելու ենք ու դու բան ես ասելու։ Ես էլ քո հետ Հիսուս Քրիստոսին։ Մենք իրանից բան ենք խնդրելու ու իր դեմ ապաշխարելու ենք։ Այդ ինչի ժամանակը լսելու, հա? Որովհետև ասում է ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկության օրումն օգնեցի քեզ։ Այդ փրկության օրը երբ է։ Գրված ասում է, ահա հիմա է ընդունելի ժամանակը։ Հիմա է, այսօր է այդ ընդունելու ժամանակը։ Թող սատանան ոչ մեկին չխաբի։ Ոչ մեկին չխաբի։ Այս վերջերս մի հատ ընտանիք ապաշխարի մեր եկեղեցում, ես իր հետ հանդիպա, ինքը մի քիչ, հələ ծխում է, խմում է, ու ասում է չեմ կարում։ Ասելսի որ հիմա քեզ մի հատ դոկտորը, պրոֆեսորը կանչի ասի, եթե ծխել ես, խմել ես, մի 5 ամիս ես ապրելու մաքսիմում, դու ինչ ես անելու, իհարկե թարգելու եմ, տոս դու կարաս, ու էդի քեզ դոկտորը չի ասում, էդի քեզ դոկտորների դոկտորն է ասում, որ դու կարաս, ալելույա, ասում է երբ է այդ փրկության օրը, ահա հիմա է փրկության օրը, այսօր եթե մեկ իր կյանքը չի նվիրել Հիսուսին, Հիսուսն ասում է, դու հիմի ինձ չես լսում, այս իմ խոսքերը չի, էդի ինքն է ասում։ Այսօր է քո փրկության օրը։ Վաղը էդի արդեն, վաղը շատ հեռու է։ Անցյալ արդեն անցել է, վաղը երբեք չի ելնելու։ Ու մի հատ շարունակենք այդ բանը Ղուկասի ավետարան 4:16-21-ը միջև վերջի խոսքը գրված է։ Եվ սկսեց նրանց ասել, այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեզ ականջներով լսեք։ Ալելույա։ Հիսուսն ասում է, լսեք ժողովուրդ ջան, այդ կաղերի, խուլերի, չէ, այդ բանտարկյալների մաս ասում է, այսօր այս գիրքը կատարվեցավ ձեր ականջներում, հա? Այս մի քիչ թարգմանություն է։ Այս գրվածքը կատարվում է։ Այդ այսօրը երբ է։ Թե 2000 տարի առաջ է։ Այն վաղտվանից սկսած, այդ այսօրը է։ Ով է հավատում այսօրվան, որ Հիսուսը այսօր մեր ժողովարաներում է։ Ինքը այստեղ է, փառք Հիսուսին։ Ընդունելության տարին մի քիչ կարացա բացատրեմ, որ մինչև մեր մահը եւ Քրիստոսի գալը չգիտեն որն է շուտ ելնելու։ Էդի ընդունելության տարի է։ Ինքը ընդունում է քեզ, ինքը սիրում է քեզ։ Ինչ ոնց որ դու կաս, մենակ դիմիր իրան եւ ցանկացիր ազատվել մեղքերից եւ ամեն ինչից։ Եվ քեզ կբժշկի։ Ալելույա։ Ու վերջում ինչ է կատարվում եկեղեցում, ասում է Տիմոթեոս, առաջի Տիմոթեոս 3:15-ը գրված ասում է, որ եկեղեցին դա կենթանի, իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպես պետք է վարվել Աստծու տան մեջ, որ կենթանի Աստծո եկեղեցին է, սյունը եւ հաստատությունը ճշմարտության։ Սյունը եւ հաստատությունը, հաստատությունը դա հիմքն է, ֆունդամենտ։ Սյուները, այն հին ժամանակվա սյուները, սյուների վրա են կառուցում։ Այո, մենք հիմի, սենց պատերը, բայց այն ժամանակ սաղ, այդ բաների վրա էր։ Սյուն։ Այո։ Հիմի ասում է, որ մենք եկեղեցում քարոզում ենք ճշմարտություն։ Իմ Արտյոմիկը 3 տարեկան երեխա է, մի անգամ հարց տվեց, ասեց, «Պապ, а что такое истина?» Մտածում եմ, ոնց ասեմ երեխու լեզվով истинան ինչ է։ Վերջում, «Папа, истина же это Иисус». Պալան են սենակը, Ռոբերտը սենց, ասում, «Пап», ասում եմ, «Սնոկ, как, откуда?» Ասում եմ, «Пап, истина же это Иисус».
Մենք քարոզում ենք ճշմարտությունը։ Ամեն։ Եկեղեցում քարոզվում է ճշմարտությունը, որը որ հիմքն է եւ սյունն է, հա։ Մեր կյանքի, մեր գործի, մեր ընտանիքի, մեր ծառայության, մեր ներկա, մեր ապագան, դա ճշմարտություն է։ Ալելույա։ Եվ ինչի համար է մեզ ճշմարտությունը պետք։ Հովանի 8:31-32-ում գրած է, որ դուք լսելով իմ խոսքը, իմ խոսքի մեջ մնաք եւ իմ ճշմարիտ աշակերտները կլինեք եւ կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Մենակ Հիսուսը կարա ազատի ընենց, որ դու էլ երբեք հետ չնայես այդ պիղծ կյանքը ու երբեք չցանկանաս։ Այս վերջերս մի հատ անհավատի հետ խոսացի, ինքը մի հատ գրուպայի մեջ է ու բանա իրան այնտեղ դիսցիպլինա են գրում, եսի ինչ բաներ են գրում, մի խոսքով որ ինքը բանա նարկոտիկ չի ընդունում, ոնց որ բանա որ նարկոտիկից իրան պահեն։ Եկեղեցի չի, մի հատ օրգանիզացիա է, չգիտեմ ինչա։ Ու ես իր հետ շփվում եմ մեքենայում, ասում լսի, ասում եմ, բայց դու ուզում ես вообще մի որ չես խմում, ուզում ես խմես, ասում եմ մեռնում եմ։ Ամեն օր ինձ ոնց որ զորով ինձ պահում է որ չխմեմ։ Ասում եմ, բայց այդ նարկոտիկը ուզում ես, այս քանի տարի այս օրգանիզացիան գնում ես։ Ասում է, արդեն 4 տարի է, ինչա, 5 տարի։ Ու ինքը չի օգտագործում այդ բան, բայց ասում եմ, դու ուզում ես, ասում է, հա։ Բայց երբ որ Հիսուսը ազատում է, այդ ուզելը պրծնում է։ Ամբողջովին որտեվ ասում է, ում որ որդին ազատեց, նա ճշմարիտ ազատ է։ Ազատվածներ ջան։ Աստված օրհնի ձեզ։ Ալելույա։ Ճշմարտությունը մենք պիտի ճանաչենք, որ ինքը մեզ ազատի։ Ալելույա։ Ժողովուրդ ջան, մեր ժողովարանը, դա ոչ միայն կիրակի օրն է, դա մեր տնային խմբակն է, մեր փորձերն է, մեր թատրոններն է, դա մեր ինչերն է, աղոթքա խմբերն է, ծոմերն է, մեր վիեզներն է, հետո ինչ կա էլ, քույրական, եղբայրական է, մեր երբ որ 2-3-ը հավաքվում են ու Քրիստոսի անվան համար, դա հենց այդ ժողովարանն է, դա հենց այդ եկեղեցին է։ Հալելույա։ Ու վերջի օրինակը Ղուկաս 13:10-17 եւ ժողովարաներից մեկում սովորեցնում էր շաբաթ օրը Հիսուսն է։ Դալշա։ Давай։ Եվ ահա մի կին կար, ուշադիր լսեք, հիվանդության հոգի ուներ 18 տարից ի վեր եւ կծկված էր եւ ամենևին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Եվ Հիսուսը նրան տեսնելով իրան մոտ կանչեց եւ ասեց նրան. ով կին, արձակված ես քո հիվանդությունից։ Եվ ձեռքը դրավ նրա վրա եւ նա շուտով ուղղվեց եւ փառավորում էր Աստծուն։ Իսկ ժողովարանի գլխավորը շատ բարկացավ, որ Հիսուսը շաբաթ օրը բժշկեց։ Պատասխանեց եւ ասեց ժողովրդին. 6 օր կա, որ նորանցում, չգիտեմ այդ ինչա, պետք է նրանցում, որ պետք է գործել։ Հիմա այն օրերը եկեք, բժշկվեցեք եւ ոչ թե շաբաթ օրը։ Անենց հետաքրքիր է, 18 տարի բժշկող էր, բժշկեր էլի։ 18 տարի չես կարող բժշկես, ինչ ես խոսում։ Անենց են բարկանում ես բանը ժողովարանի պետի վրա։ Ամեն 6 օր արեք բժշկեք 18 տարի ու վեր։ Տերը ելավ, Տերն էլ պատասխանեց նրան եւ ասեց, հլնայի ոնց է տեղը դնում։ Կեղծավոր, այդ հենց է քեզ պետ։ Ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը իր եզը կամ էշը չի արձակում, մսուրից եւ տանում ջուր տալիս։ Նայ ինչ օրինակ ասում, բայց սա Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա 18 տարի է որ կապել էր, արժան չէ որ շաբաթ օրն այն կապանքից արձակվեր։ Եվ երբ որ նա այս ասեց, ամոթով էին լինում ամենքը որ հակառակվում էին նրան եւ բոլոր ժողովուրդը ուրախանում էր այն ամեն փառավոր գործերի համար որ նրանով լինում էր։ Ալելույա, փառք ես Տեր ջան։ Ժողովուրդ ջան,
Ինձ մի հատ պինդ եղբայր է պետք։ Հələ մի հատ բերեք վեր հիշենք։ Հիսուսը որտեղ էր։ Ժողովարանում։ Այնտեղով կար մի հատ կին, որը որ կծկված էր 18 տարի, ժողովուրդ ջան։ Մի հատ Ռոբերտին խնդրենք, որ Ռոբերտը ցույց տա այդ կնգա իր վիճակը։ Ռոբ ջան, հələ մի հատ ցույց տուր, այդ ոնց ես մոտավոր բանանում, դու քարոզիչ եղբայր ես։ Մի օր էլ դու ինձ կկանչես, մի հատ օրինակին վրա ցույց կտաս, որ էլ ավելին պարզաբանվի։ Հələ մի հատ ցույց տուր, կծկված էդի ոնցն է, ոնց է։ Հա, դու լավ կուզիկ ես ցույց տալիս, ինձ հավեսով կուզիկ է։ Բայց իմ կարծիքով ինքը սենց էր։ Ու մի քիչ էլ կծկված։ Տեսել եք կուսկին, ես Հայաստան տեսել եմ, հələ մի հատ արա սենց, խնդրում եմ։ Այս սենց, հա, այս սենց։ Մի հելի, մի ձեռներդ, մի ձեռներդ։ Ժողովուրդ ջան, հələ լսեք ուշադիր։ Ինքը չի ջոգում կուզը ինչա, դրա համար ծիծաղում է։ Քանի տարի էր այդ կինը կուզ վիճակում։ 18 տարի։ Հա? 8 րոպե պետք է համբերես, Ռոբերտ։ Դու 18 տարի չեմ ասում, հա? Լսեք, այսօր քեզ ինչ իրավիճակը կարա քո ժողովարանից կտրի։ Այս կնգան ոչ մի կին կներեք ինձ։ Эту женщину ничего не могло оторвать от синагоги. Ոչ մի բան, 18 տարի, ոչ մի տակություն, ոչ մի բան, կծկված եւ սենց, չգիտեմ ոնց ասեմ այդ կուս վիճակում։ Հա, գարբատի, նա ինքը ձեռա դնում։ Օրինակը ճիշտ ցույց տու, Ռոբերտ, այս սենց արա, խնդրում եմ։ Սենց արա։ Սենց արա։ Երկու րոպեա չի կարում։ Դու ես վիճակում, Ռոբ։ Պատես։ Դու մի քիչ պատկերացնում եք այդ կնգա իր վիճակը։ Գարիշ։ Տեղերը լիքն են։ Հիսուսի աջ ու ձախ կողը ուզում էին։ Լավ նստի։ Ոչ մի բան, իրան Հիսուսից, իրան Աստծուց, իրան ժողովարաներուց, իրան Աստծո օրենքների կարդալուց, լսելուց, աղոթքից, փառաբանությունից իրան չէր կարում ազատել։ Եթե դու մնաս քո ժողովարանը մի օր դու Հիսուսի հետ կհանդիպես։ Исключение, որ հենց այսօր է քո օրը։ Առաջի բանը, որ ես տենում եմ ստեղ, գրված է, Անա была скорчена։ Երկրորդ բանը, որ ինքը իր ժողովարանում էր, ժողովուրդ ջան, տենց ենք տենում։ Երրորդը, Հիսուսը, ասում է, Հիսուսը տեսավ իրան։ Եթե ինքը ժողովարաներում չլներ, ժողովարանում, Հիսուսը իրան կտեսներ, Հիսուս իրան չէր տեսնի։ Հա? Այդ օրը չգար, այո ավակ ջան, որ ասում են, որ մատերիս վրա ես, 5 մատիս վրա, որ կիրակի օրը բաց եմ թողել, вообще իմ ծառայություններս, իմ 5 մատս չի անցնի, որովհետև ես հավատում եմ, որ Հիսուսը շրջանցում է եկեղեցիներով, քո համար, ինձ համար։ Ու հենց այն օրերը, որ դու բաց ես թողում, սատանան գողանում է, մի հատ պատճառ է լավ բերում։ Ասեմ, հենց այդ օրերը քո համար մի հատ բան էր պատրաստված։ Այս հենց սատանան գողանում է այդ սերմերը, որ քո կյանքում չընկնեն։ Հիսուսը այսօր քեզ տենում է, երկրորդ բանը ինչ կատարվեց։ Ասում է, ինքը իրան կանչեց։ Ինձ հետաքրքիր է։ Հիսուս ջան, քեզ տենց անխիղճ, ճակերտների մեջ անխիղճ։ Չէր կարում դու մոտենալ այդ կնոջը։ 18 տարի վերը սենց կուս վիճակով եկել է, երկու ոտ դու արա, էլ այդ խեղճ կնգան, քեզ իրան կանչում։ Գիտես, ինքը վերջում ասեց, որ էսի Աբրահամի դուստրն էր։ Ինքը ամեն մեկին չէր ասում Աբրահամի դուստր։ Ինքը ասում էր, որ դու ասում եք, որ ձեր հայրը Աբրահամն է, բայց ձեր հայրը Սատանան է։ Բայց սրա անունը ինքը դրեց Աբրահամի աղջիկ։ Գիտեք ի, որովհետև իր մեջ հավատք կար։
Ասма եթե Աբրահամը ձեր հայրը ելներ, դուք ասма Աբրահամի գործերը կանեք։ Երկու հատ բան թելադրեք Աբրահամը ինչ արե։ Երկու հատ ամենակարևոր բանը։ Հավատ, մեկ էլ հնազանդություն։ Աբրահամի երկու են գեներալ կաչեստվաները, էդի հավատն է, մեկ էլ հնազանդությունը։ Ու ես երբ որ Վիկտորը սենց իր վիճակում սենց կայնած է, սա եկեղեցին ինձ խնդրում ասում է, Հովիվ ջան, մեղք է այդ մարդը, Հովիվ ջան, իրան ազատի, Հովիվ ջան, հանի ես ասում եմ, Վիկտոր ջան, հələ մի հատ սենց մի հատ կռու գարա ու հələ արի մոտս։ Այս սենց դողդողալով, քրտինքը վրայով անցնելով, սենց եկել է մոտս կայնել է։ Ժողովուրդ ջան, ու ես մտածում եմ ասեմ, Տեր ջան, խի դու իրան կանչեցիր, խի դու չգնացիր։ Ինքը իր հավատն էր ուզում տենար։ Իր հավատն է, որ իրան միշտ բերում էր ժողովարան։ Իր հավատն էր, որ ինքը ընդեղ էր։ Իր հավատն էր, որ Հիսուսը իրան տեսավ։ Իր հավատն էր, որ ինքը լսեց ու չասեց, որ համո չի, սենց եկակին եմ ինձ կանչում ես բան ես անում։ Դու արի, չէ, արի։ Եփա ընդունելության տարին, այսօր է, բժշկության տարին եփա, այսօր է, փրկության տարին, այսօր է։ Այսօր է, թող սատանան չխաբի։ Ու վերջում ասում է, որ անա դոչ Ավրահամը։ Անա դոչ Ավրահամը։ Ու երբ որ Վիկտորը սենց բան արեց, սենց կանգնավ, Ժորժ ջան, ես իրան ասում եմ, հիմի դու հասկանում ես, մի քիչ գոնե 8 րոպե հասկանում ես այդ կնգա կյանքը։ Բայց 18 տարի կարաս հասկանաս։ Ու հետաքրքին են որ այդ կինը մեղքի պատճառով չէր կապնված։ Մեղքի պատճառով չէր կապնված։ Մարդիկ կային, որոնք որ պատրաստված են Քրիստոսի փառքի համար։ Հիշում եք այն կույրը։ Հիշում եք այն կույրը, որ ասում է ծնողներն են մեղ գործը, թե այս տղենա մեղ գործը։ Ոչ մեկ ասում է, էսի պատրաստված է իմ փառքի համար։ Ով գիտի որ դու այսօր պատրաստված ես իր փառքի համար։ Քո որդին, քո կինը, քո ամուսինը։ Ես եւ դու կարաս չգայթակղվես 18 տարի, դու կարաս 18 տարի աղոտ կանես, դու կարաս 18 տարի ծառայես, դու կարաս 18 տարի խնդրես, չստանաս ու նորից սենց կուս գաս։ Ես կասկածում եմ իմ վրա, բայց այդ կինը ինձ մխիթարում է, ինձ զորացնում է, իր հավատքը, որ ինքը Աբրահամի դուստրն էր։ Իր հավատքով եւ իր հնազանդությունով։ Ալելույա, Փառք Հիսուսին։ Մի հատ բան էլ ասում եմ ու կանգնենք աղոթքի։ Սենց մի հատ հարց։ Խի Հիսուսը մի օր բան չարեց, էլի չհետաձգեց։ Այ մարդ անպայմանա շաբաթ օրես խեղճու կրակին բժշկես։ Բանա, բժշկի երկու շաբթի օրը։ Տորփատ օրը բժշկի։ Խի հենց շաբաթ օրը, խի։ Գիտեք մի հատ բան ասեմ։ Հիսուսը տենում է, որ արդեն այստեղը տա հասե։ Ինքը չի ուզում, որ դու տառապես մի օր ավելին։ Ինքը ուզում է, որ այսօր քո տառապանքը կանգնի, քո վախերը կանգնեն, քո մեղքերը քեզ թողնեն, քո կուրությունը քեզ թողնի։ Ինքը քո համար կյանքը տվեց։ Ինքը քո համար շաբաթ օրը սենց կռվում էր սաղի հետ։ Որտեվ քեզ սիրեց, ինձ սիրեց։ Մի օր չի ուզում, որ դու մեղքի մեջ ապրես։ Այսօր ազատության օրը, ով է հավատում։ Այսօր է փրկության օրը։ Այսօր է այն օրը, որ մենք պիտի դարձի գանք։ Այսօր է այն օրը, որ մենք պիտի ասենք, Տեր ջան, էսի վերջն է։ Իմ այս սխալ բնավորությունս, իմ մեղքերից, իմ կապանքներից, իմ ամեն ինչը, ինչքան սենց կարամ ես ապրեմ։ Ազատիր ինձ, խնդրում եմ քեզ։ Մեր եկեղեցու մի հատ ընտանիք էլի մի հատ ապաշխարեց ես վերջերս։ Իրան ռակի վերջի ստադիա են տվել։ Ու ինձ ասում են Հովիվ ջան, մեռնում աղոթեք, Հովիվ ջան, մեռնում աղոթեք։ 2 ամիս են տվել, գլուխի մեջ բանը ուռոցք ա եղել, ու այդ ուռոցքը մի խոսքով կտրել են, այնտեղ ահավոր բաներ ա եղել։ Ու սենց գլուխը ուռում էր, ոչ մի բան չէր ջոգում։ Ժորժ ջան, մոտեցել եմ իրան, Աստծո խոսք եմ խոսացել։ Ինքն եկել ա եկեղեցի։ Այն օր ինքը ինձ ասում ա, բժիշկները ինձ տվել են 2 ամիս, պրոֆեսորները Մոսկվայում,
Սամարայում, բայց այսօր ասում է 10 ամիս ես եկեղեցի եմ գալիս, 10 ամիս, բժշկի ձեռը չի, քո բժշկությունը, պրոֆեսորները չեն քեզ մեղքից ազատելու, Հիսուս Քրիստոսն է, ու այս մարդը այսօր սիրահարված է Քրիստոսի վրա, իր ընտանիքով, երեխեքով ամեն գալիս է եկեղեցի, կին արդեն սկսել է ծառայել, 10 ամիս, որտեղ իրանք տեսան Հիսուսը ինչ կարող անի, ու այսօր ադրությամբ ինքը կենթանի է, ես այսօր նայում եմ Հասմիկ Գուրիկը, այսօր նայում եմ իմ մերս, այսօր նայում եմ ձեզ եմ նայում, ես տենում եմ, որ այդ ընդունելության տարին այսօր է, բերեք դիմենք այսօր Հիսուսին, բերեք ապաշխարենք այսօր, բերեք այսօր խնդրենք Հիսուսին, որ արձակի մեզ այդ տանջանքներից, ալելույա, բերեք ոտքի կանգնենք, աղոթենք,